որ ոչ։ Ու հա, ասենք իր ամենի որոշումը ձեզ մի քիչ, չգիտեմ, ինչ կանի այդ բային, մարդը կարող է ընդհանրապես իրան ոչ մի բան չանի, մարդ էլ կա, որ կարող է դրանից շատ բան դառ։ Ինչ դուք կանեք այդ պարագայում, կբաժանվեք, թե նորից կմնաք իր հետ։ Չէ, ես հիմնականում կլսեմ տղամարդուն, իր կողմը, ինքը ոնց կասի, այդպես էլ կլինի։ Լավ, ու ես չեմ շարունակի նորից հակառակը, իրան հակառակվելը։ Օրինակ, ես ձեզ մի բան, որ դուք ասացիք, որ դուք ձեր սիրեցյալը խանդոտ է, հա, խանդոտ է եղել, ինքը ձեզ չի թողել, չէ՞ ինչ-որ մի քանի բան։ Նու մի քանի բաներ չի թողել, չէ՞, հետևյալ, որ դուք հասկացել եք, որ դա խանդ է ու ինքը ձեզ ասում է, մի շփվիր այդ, մի գնաս տեղ, մի գնանտեղ, ճիշտ է։ Հիմնականում այդ խանդը, չէ, իմ կողմն է եղել դա։ Դուք եք խանդել։ Ահա։ Ահա։ Լավ չի։ Ինչի՞ չես վստահել իրան, որ խանդել ես։ Դե ասենք իր հետ ինչ-որ թեկնածու եմ տեսել եւ իրոք դա պարզվել է, որ ճիշտ է դա, ու ես լիովին հրաժարվել եմ, հիասթափվել եմ։ Լիլիթ ջան, դու անակնկալ պատրաստել ես։ Այո։ Հա կարող ես ներկայացնես։ Այո։ Արմեն ջան։ Արմեն ջան, դիմավորի մեր երկրորդ հարսնացուին Գայանե Կարապետյանին։ Արմեն, ողջույն ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում հետ եք եկել։ Եկել եմ եղբորս Վանի հետ։ Նման են իրար։ Դիտենք տեսանյութը, իսկ հետո կխոսենք։ Լիլիթ Հակոբյան, 22 տարեկան, ծնվել է Երևանում, ապրում է ծնողների եւ եղբայրների հետ, աշխատում է որպես ռուշակեղեն պատրաստող, շրջապատված է իր համար հարազատ եւ սիրելի մարդկանցով, սիրում է զբոսնել բնության գրկում, շատ է սիրում կենդանիներ, ուզում է հանդիպել հասկացող, հոգով գեղեցիկ տղամարդու, ընտանիքի հիմքը տեսնում է սիրո եւ հարգանքի մեջ, ցանկանում է ապրել ամուսնու ծնողների հետ։ Գայանե ջան, ես ինչ լավ աղջիկ ես դու։ Չամիջ։ Կարդալ ես սիրում։ Այո, շատ։ Ուրեմն զարգացած աղջիկ ես։ Սիրահարված եղել ես։ Եղել եմ։ Եվ Դե այդպես լուրջ ոչ չեմ եղել։ Կարծում եմ ուղղակի, ինչպես միշտ բոլոր, երբ որ 16-17 տարեկանում բոլոր աղջիկները արդեն ինստիտուտ ընդունվելուց, դպրոցը ավարտելուց, այդպես ինչ-որ սիրահարվածություններ ունենում են, այդպես եղել է, բայց որպես լուրջ զգացմունք չեմ ունեցել։ դու պատրաստ ես ամուսնանալու, ուզում ես ամուսնանալ։ Եթե սիրեմ, իհարկե միանշանակ։ Եվ քանի հատ երեխա ես ուզում ունենաս։ 4։ 4 երեխա։ Ոչ չի ասում 7։ Ինչ կլինի, որ 7 ասեք։ Շատերը 4 Դե են 7 մի ասում։ քիչ եսիմ։ Հələ չես վերել ասա, էլի գոնե ասա։ Դե որ սիրեն 9 էլ կարելի է 10 էլ։ Կարող է 4-ից հետո չսիրեն։ Այդ կարող է։ Քեզ Արմենի պես տղաները դուր են գալի։ Ճիշտ ասած, այնտեղից նայում էի, բավականին հետաքրքիր ինքը ինձ թվաց։ Կարծում եմ հիմա էլ զրույցի ընթացքում ավելի երևի թե որ միասին շփվենք, ավելի բարձ կլինի, բայց առաջին հայացքից բավականին համակրելի երիտասարդ է։ Իսկ դու հավատում ես առաջի հայացքից սիրո Любовь с первого взгляда веришь? Հավատում եմ, երբ որ առաջի հայացքից ինչ-որ զգացմունք առաջանում է, իհարկե իսկական սեր չեմ կարծում, որ միանգամից կարող է առաջանալ, բայց այդ առաջի կրակը սրտում, որ առաջանում է, զգացողությունը, որ մարդը, դիմացի մարդը յուրահատուկ է քեզ համար, կարծում եմ այո, հնարավոր է։ Դու համբերատար աղջիկ ես։ Կարծում եմ այո։ Պատասխան տվող ես։ Պատասխան ճիշտ ասած, երբ որ ես մեղավոր չեմ լինում, հա, ինչ-որ հարցի շուրջ, հնարավոր է մինչև վերջ խոսեմ, իմ առաջ տանեմ, բայց եթե ինքս մեղավոր եմ եւ հասկանում եմ դա, իհարկե չեմ շարունակում։ Իսկ եթե նույնիսկ մեղավոր չես, վեճից հետո չես սպասում, մի քիչ ժամանակ ասնի կրակը հանդարտվի, հետո նոր բացատրվես։ Թե մինչև վերջ կողի լավ հարց էր։ Եթե հարազատ մարդ լինի, իհարկե կսպասեմ, որպեսզի անցնի այդ շրջանը, հետո նոր իհարկե նստեմ հանգիստ զրուցեմ։ Իսկ եթե դիմացինս այնպիսի մարդ է, որը հարազատ չէ,
Իհարկե ավելի ճիշտ է, իսկ Դարապես վիճողի հետ վիճում ես, թե լռում ես։ Եթե տեսնում եմ, որ անիմաստ է իր հետ վիճել է, այսինքն ոչ մի արդյունքի չեմ կարող իր հետ հասնել, իհարկե չեմ շարունակում։ Նա պետք է ինձ դավաճանի, եթե դավաճանի։ Ոչ։ Տանողի տունը մնա։ Խելացի է։ Գայան չկա։ Իսկ այ դու տենց հարց ես դրել, եթե շատ լավ հարց ես դրել, որ չծխող տղամարդու հետ չես ապրի։ Չես ֆանտաստիկ հարց է։ Ծխող, հա։ Ծխող մարդու հետ, ինչու տենց կատեգորի։ Ճիշտն ասած, իմ ծանոթների շրջապատում ընդհանրապես կան բավականին լուրջ դեպքեր, հա, գիտեմ, որ բավականին լուրջ հիվանդություններ առաջացել է մեր ծանոթների շրջանում, հա, նույնիսկ մահացու դեպքեր են եղել, ու հենց կոնկրետ դա առաջացել է ծխելու հետ կապված, բավականին շատ կարդացել եմ դրա հետ, այն ինչ որ հնարավոր է ծխելու մասին կարդացել եմ իր վնասների մասին ու ուզում եմ այն մարդը, որի հետ ես պետք է ապրեմ իմ ամբողջ կյանքը, առողջ լինի միշտ ու ինձ հետ մինչև ծեր խորություն լինի։ Դու քեզ տեսնում ես այսպես որ մեկ-մեկ չի լինում նա մեզ փողոցում երկուս են ծեր մարդիկ իրար ձեր բռնած, իրոք նենց հոմով սիրուն գեղեցիկ նենց Միշտ հիանում եմ, միշտ այդպիսի տատիկ պապիկ, որ տեսնում եմ, միշտ ասում եմ, երազում եմ, որ մի օր գա, ես էլ ինքս իմ ամուսնու հետ, մինչև այդպես խոր ծերություն, այդպես համերաշխ, հաշտ Ես կարող եմ հարց տալ Իհարկե։ Օրինակ ինչի ես դու պատրաստ սիրո համար ու ընդհանրապես եթե նույնիսկ ինքը ծխի, նու ասի չեմ ծխում, հետո որոշ ժամանակ հետո երբ որ դու կսիրահարվես իրան, ինքը սկսի ծխել։ Ներողություն, իսկ դու ծխում ես։ Ծխում եմ, հա։ Դու ծխում ես։ Հանուն սիրո, եթե ես տեսնեմ, որ իմ ընտրյալը, այն մարդը, որի հետ ես պետք է ապրեմ, հանուն ինձ պատրաստ է ամեն ինչի, այսինքն այնպես չստացվի ես, որ անընդհատ զոհաբերվում եմ, այսպես ասած, իսկ երբ որ նայում եմ իմ կողքի անձնավորությանը, հասկանում եմ, որ ինքը նույնիսկ դրա 1% ինձ չի կարող տալ, միանշանակ հնարավոր է շատ քայլերի չգնամ հանուն իրա, բայց եթե տեսնեմ, որ իմ ընտրյալ այն մարդը, որին ես սիրում եմ, ամեն ինչի պատրաստ է ինձ համար, ես 10 անգամ ավելին նրա համար կանեմ, իսկ ինչ վերաբերվում է ծխելուն, եթե ես զգամ, որ ինքը իրոք գիտակցում է, որ դա իսկապես վնաս է նրան, որ իմ ասածները, այսպես ասած, քմահաճույք չի, ինքը հասկանա իմ ասած իմաստը, որ ես ուզում եմ ինքը ինձ հետ երկար լինի, միանշանակ չեմ ասի, որ կբաժանվեմ, որտեվ սուտ կլինի, եթե սիրում ես, էլ չես կարող ոչ մի բան, ուղղակի կփորձեմ իր հետ միասին դրա դեմ պայքարել։ Իսկ մի հարց էլ կարելի է։ Այո։ Դուք ընդհանրապես տղա ծեծել եք։ Վայ։ Ես միգուցե իր հետ ապրեմ ապագայում, չիմանամ։ Մի երկու բան։ Դե մեր ժամանակներում վատ չէր լինի, որ կարողանայի մի քանի մարտարվեստի, այսպես ասած, տիրապետեի, որ ինչի՞ չէ, պաշտպանության համար պետք գար, բայց իհարկե ոչ, նման դեպքեր չեն եղել։ Չի գրանցվել։ Չի գրանցվել դեռ, ոչ մի խնդիր չեմ ունեցել։ У тебя много поклонников вообще? Սազում եմ, բայց ես իրան չեմ սազի։ Ну да. Да? Вот там сразу оттуда голос. Ինչ կասեք իր մասին։ Արդեն ամեն ինչ ասվեց, մի քանի բան ավելացնեմ, շատ հանգիստ բնավորությամբ հանգիստ մարդ է, լսելու ունակություններ ունի, միշտ լսում է մարդկանց, լեզուների հետ կապված սեր ունի, կարդում է շատ, որ ինձ շատ դուր չի գալի, իր աչքերի համար վնաս է։ Բայց դե աշխատում ենք, այն մի քիչ ունենց անենք, որ քիչ կարդա, բայց դե համար է։ Գրվում եք իրար հետ հեշտան։ Այդքան չէ, իրար ընկերական ենք տան մեջ, ունենց, հա, միշտ իրար հետ։ Որը դեք որից շատ սիրում։ Ոյ լավն է ներկայացնել։ Դե կարծում եմ բոլորս էլ հավաստար էլի, հա, տենց առավոտություններ պետք չի դնել։ Հիմա ինքը որ ընտրի, անպայման քո խորհուրդը կհարցնի, եթե հսոր քո հետ է։ Դե հա, ինքը միշտ առաջնորդվում է իմ խորհրդի կարգով, լսում է։ Ու լսում է։ Պետք է լսի, այո։ Հա։ Այո։ Դու շատ ես իրան խորհուրդ տալի։ Դե որպես եղբայր, մեծը ինքն է, չնայած փոքր ես եմ, բայց դե եղբայր ես թե։ Այո, այո։ Հա, բան կա որ չես թողում կարճակնի։ Կարելի ասել ոչ, բայց դե նայած տեղ էլի։ Ոչ միշտ Իսկ կարելի եթե ասել։ ընտրություն կատարի, դու կխոսես, կխորհրդակցես ում որ ընտրի ինքը։ Այո, անպայման։ Այդ տղայի հետ։ Այո, անպայման։ Եթե հանկարծ քեզ դուր չգա, բայց իրան դուր գա, իրան Դե կարծիքն իրանն է արդեն։ Ինչպես։ Ինքն է ամուսնանալու, ինքն է լինելու երջանիկ, արդեն եղբոր հետ չի ամուսնվել։ զույգ կարող են լինել։ Երևի առաջի տպավորությունը լավն էր։ Կայան չկա։
Թե որ դու այդքան շատ կարդում ես, լեզուներ գիտես, իսկ դու ճաշ համով պատրաստել գիտես, թե չէ։ Այ դա մի քիչ ճիշտ ասած իմ խոհանը շատ եմ սիրում, շատ, ուղղակի այդպես շատ բաներ պատրաստել չգիտեմ, բայց շատ եմ ուզում ապագայում։ Իհարկե շատ մեծ ցանկություն ունեմ, որ կարողանամ ամեն ինչ պատրաստել, որտեղ խոհանոցը շատ եմ սիրում։ Աստված ջան, ոյ։ Էլի Նկարում եք։ ինչ ուզում լինի։ Այ առանձին որ ապրեք, պետք է զանգես, ասես մամա ջան, Տեսպես կոտլետը կամ տոլման ոնց է սարքվում, մի հատ ասա ինձ։ Իհարկե առաջի հույսը մայրիկի վրա է, դե հետո իհարկե ընթացքում ես էլ շատ մեծ ձգտում ունեմ ու սիրում եմ խոհանոցը կսովորեմ։ Իսկ դուք միասին եք ապրելու թե առանձին։ Ես եթե ընտրեցի իրեն, հա, առանձին կապրենք։ Պայքար, մինչև վերջ, պայքար, մինչև վերջ։ Որպեսզի իրար լավ հասկանանք, այնուհետև կտեղափոխվենք։ Ինչի դու կարծում ես ծնողները կխանգարեն ձեզ։ Չէ, իհարկե պետք է իրար հասկանալ սկզբում մի քանի ամիս, դրանից հետո գնալ ծնողների մոտ, որտեղ ծնողները մեր, չգիտեմ, մեր ամեն ինչն են։ Առանց իրան մենք չենք կարող պրոստը ապրենք։ Ну, ամենայնպես ես իմ ծնողի հետ կապված, հա, իհարկե մենք բոլորս։ Անեջկը դուք հարց ունեք։ Հա, կրթությամբ հոգեբան եք, հոգեբան պիտի դառնաք, չէ։ Դուք ձեր հոգեբանության մեջ ձեր իմացությունները օգտագործում եք իրական կյանքում, այսինքն բացահայտելու այն տղաներին, որոնք ձեզ դուր են գալիս։ Իհարկե շատ լավ կլիներ, որ հենց կոնկրետ օբյեկտիվ կարողանայի այդ ամեն ինչը օգտագործեի ու ստացվեր ինչ-որ բան, բայց երբ որ դիմացինին այդպես սառը աչքերով չես նայում, այսպես ասած, հենց ուղեղով չես նայում իրեն, այլ սրտով, ինձ թվում է մի քիչ այդտեղ արդեն դժվարանում է այդ հարցը։ Շատ լավ է, որ այդպես է։ Երեխաներ շատ ես սիրում։ Շատ Դե 4 երեխա է։ Անակնկալ պատրաստել ես։ Այո, իհարկե։ Արմեն ջան, տեսնենք անակնկալը։ Անկախ նրանից դու ինձ կընտրես թե ոչ, ես ուզում եմ այս թևնոցը տալ քեզ, որպեսզի ինձանից հուշ մնա։ Հա, Ոսկյա։ Էլ մի երկու թևից բռնի ու տար նստած ուստեղ։ Հա, ստեղ։ Բանը, ասիր, հա, ոսկյա։ Թևնոցն էլ ոսկի է ուզում, նստի։ Ուրեմն մի անգամից ուզեցիր մի հատ տեսնենք քո թևը։ Ինչ սիրուն է, մի անգամից ուզեցիր ոսկի լինի։ Իսկ ինչ է, արծաթ։ Բիժուտերիա է ուղղակի, լավ որակի, առանց գունաթափվելու։ Տեսնում ես։ Գնա դիմավորի մեր երրորդ հարսնացուին, Զինայդա Յախրամանյանին։ Բարև ձեզ, Արմեն։ Ուրախ եմ ձինի։ Ողջույն ձեզ։ Սա պաչում նստացնում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Զինայդա ջան, ում հետ ես եկել։ Իմ մոտիկ ընկերոջը հետ եմ եկել, անունը Դավո է։ Շատ հաճելի է։ Դիտենք տեսանյութը ձեր մասին, իսկ հետո խոսենք։ Զինայդա Յարմաղանյան, 22 տարեկան, ծնվել է Երևանում, աշխատում է որպես վաճառողուհի, սիրում է լսել երաժշտություն, լիցքաթափվում է խանութներից հագուստ գնելով, սիրահարված եղել է, սակայն ծնողների պատճառով բաժանվել են, սիրում է խելացի, համեստ տղամարդկանց, հանուն ընտանիքի պատրաստ է զբաղվել միայն երեխաներով, քանի որ ընտանիքը նրա համար շատ կարևոր է, իրեն շատ մարդամոտ է համարում։ Զինայդա ջան, պատմեք քո սիրո պատմությունը։ Ես ունեցել եմ ընկեր, տարիքով տղա էր։ Տարիքով ինչքան։ 25 տարեկան, ես սիրում էի ան, ինքն էլ ինձ էր սիրում։ Մեր ընտանիքը համաձայն չէր, տղուն չէր ուզում։ Ես շփվել եմ տղու հետ 3 տարի թաքուն։ Հետո նոր մամային ասել եմ, մաման էլի մերժել է ինձ, չի ուզում տղուն։ Ասում եմ, մամ ջան, պատճառը ինչ է։ Ասում եմ, չեմ հավանում, չեմ ուզում։ Այդքան բան։ Դե ես էլ ասի, որ չես ուզում։
կգնամ տղուն կասեմ, որ ես էլ չեմ կարել, դեմ են։ Ես որ գնում եի տղուն ասեի դեմ են, տղեն ասեց իմ աման էլ է դեմ, չի ուզում քեզ։ Երրորդ մասիվից այգել։ Երրորդ մաս։ Հալուր եմ ասա։